Այսօրվա մատաղ սերունդը սիրո եւ ջերմության պակաս շատ ունի, ուստի ես իմ սուրբ պարտքն եմ համարում ոչ միայն անկեղծ սիրով վերաբերվել իմ շրջապատում գտնվող յուրաքանչյուր փոքրիկի, այլև ամեն անգամ յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում նվերների, քաղցրավենիքի կամ այլ ձևով ուշադիր լինել նրանց։ Բոլոր երեխաներն են արժանի երջանիկ եւ անհոգ մանկություն ունենալու, նշեց Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարիբեկյանն իր ընտրատարածքի փոքրիկներին հերթական անգամ ուրախացնելով ամանորյա գեղեցիկ նվերներով։ Վանաձորի թիվ 19 մանկապարտեզում սպասված հյուրին անչափ ջերմ ու գրկաբաց ընդունեցին։ Պատգամավորը ոչ միայն ձեռնունայն չէր եկել այստեղ, այլ նաև բերել էր իր հետ Ձմեռ պապին եւ Ձյունանուշին։ Վերջիններիս հանկարծակի այցը փոքրիկների համար չափազանց հաճելի անակնկալ էր։ Երգում ենք, պարում ենք, մեկը տեսանք Ձմեռ պապը եկավ։ Ձմեռ պապը եկավ ու մեզ նվերներ տվեց։ Շատ բարձր ենք գնահատում, որովհետև մեծ հարգանքով ենք ստացված իրեն նկատմամբ եւ միշտ է ինքը մեր երեխաներին անակնկալներ մատուցում։ Քանի օր է արդեն մանկապարտեզում տնական օրեր են եւ բազմաթիվ մարդիկ իրենց նվերներով, իրենց տոնական տրամադրությամբ շնորհել են մեր երեխաներին, բայց այսօր մի ուրիշ տեսակ տոնականություն է թաղամասի համար, որովհետեւ մեր թաղամասի պատգամավորը միշտ շքեղ, միշտ տեղին ու միշտ իրեն ուրույն տեղն ունի, հատկապես մեր մանկապարտեզում երեխաների մոտ։ Մեր երեխաներին անակնկալ է Ձյունանուշկի ու Ձմեռ պապիկի գալը։ Սպասում էին, մենք ունեինք Ձմեռ պապ, բայց այդ իսկական Ձմեռ պապը իրոք որ անակնկալ էր մեր երեխաների համար։ Թիվ 19 մանկապարտեզի տնօրեն Տիկին Հակոբյանը հավելեց, որ Կարեն Սարիբեկյանի ուշադրությունն իրենց մանկապարտեզի նկատմամբ միայն տոնական օրերով չի որոշվում։ Նա նշեց, որ պատգամավորն ամեն անգամ մանկապարտեզի մոտով անցնելիս կանգ է առնում զրուցում դասյարակների հետ եւ հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեն երեխաները։ Ինչ վերաբերում է Ձմեռ պապի այսօրվա այցին, տնօրենն ասաց. Մեր երեխաները ուրախացան, տեսան, որ հրաշքներ կան եւ հրաշքներ լինում են, երբ հոգատար ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Տոնական այս օրերին չնայած չափազանց զբաղվածությանը Կարեն Սարիբեկյանը չանտեսեց իր ընտրատարածքի դպրոցների առաջին դասարանցիներից ու մանկապարտեզների սաներից եւ ոչ մեկին։ Թանկարժեք եւ բազմապիսի շոկոլադներով լեցուն ավելի քան 2000 ամանորյա տոպրակներ պատգամավորի կողմից բաժանվեցին իր ընտրատարածքն ընդգրկող Վանաձոր քաղաքի, Ալավերդու եւ Ստեփանավանի տարածաշրջանների բոլոր մանուկներին։ Մեր ազգային ժողովի պատգամավոր, մեր շատ սիրելի պարոն Կարեն Սարիբեկյան, այսօր մեզ համար, մեր մանկապարտեզի կոլեկտիվի եւ երեխաների համար, ծնողների համար, համայնքի ամբողջ բնակչության համար շատ մեծ պատիվ է մանկապարտեզում ձեզ հյուրընկալել մեր գյուղապետի մասնակցությամբ։ Շատ շնորհակալություն, նախօրոք ասեմ, շատ զգացված ենք եւ շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Բալիկներ, այս ամեն ինչը ձեզ համար արված։ Արվածա մեծ սրտով, մեծ հոգով։ Ես կուզենայի, որ Աստված ավելի շատ վարքեվել, ես էլ ավելի շատ անեի ձեզ համար։ Բայց քանի որ հնարավորությունները ու ցանկությունները միասին չեն համատեղում, ինչքան որ հնարավոր եղել է, ես կարողացել եմ օգտակար ունեմ ձեզ։ Այդ գնահատականը դուք ինքներդ կտաք։ Լավ թե վատ, այս է մեր արած նվերը եւ կուզենամ առիթից օգտվելով, քանի որ ամանորը արդեն մոտ է, մի քանի օր մնացել, բոլորից ցանկանալ առողջություն, հաջողություն, դուք ինձանից անպակաս եղեք, ես էլ ձեզանից։ Ուզում եմ, որ հաջորդ անգամ գամ, բոլորի դեմքին ժպիտ են։ Չնայած այս գյուղի հետ ես շատ արդեն կապված բաներ ունեմ, բայց ամենայն դեպս սա համարում եմ նաեւ իմ գյուղը։ Չնայած բոլոր գյուղերն էլ իմն են, հավատացած եղեք, բոլորի նկատմամբ շատ ուշադիր եմ։ Այս ամենի հետ մեկտեղ Կարեն Սարիբեկյանը չմոռացավ վանաձորյան ընտրողների հետ կազմակերպել տարեվերջյան ընդունելություն։ Պատգամավորի աշխատակազմի անդամները լսեցին բոլոր բնակիչների անխտիր։ Մի շարք հարցեր լուծում ստացան հենց տեղում, որոշ մասին էլ, որոնք նույնպես դրական ուղղվածություն ունեին, պատգամավորի աշխատակազմի անդամները խոստացան ընթացք տալ առաջիկա օրերին։ Մարիամ Սահակյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն։